Türkler konuda genel Թուրքիայում խորանում է մտահոգությունները Մերձավոր Արևելքում Իսրայելի վարած քաղաքականության վերաբերյալ։ Արտգործնախարար Հական Ֆիդանի համոզմամբ Իրանից հետո Իսրայելը կարող է Թուրքիային դիտարկել որպես հաջորդ թիրախ, քանի որ այդ պետության գոյության մոդելը հիմնված է մշտական թշնամանքի եւ նոր հակառակորդներ փնտրելու ռազմավարության վրա։ Ֆիդանի խոսքով Իսրայելը պարզապես չի կարող գոյատևել առանց թշնամու, ինչը լուրջ սպառնալիք է ստեղծում տարածաշրջանի կայունության համար։ Ֆիդանի խոսքերը ցույց են տալիս, որ Թուրքիան Իսրայելի քայլերը չի համարում սովորական տեղային կռիվներ։ Անկարան վախենում է, որ Մերձավոր Արևելքում մեծ պատերազմների նոր շղթա է սկսվում, եւ Իրանից հետո հաջորդ հարվածը կարող է ուղղված լինել հենց իրենց դեմ։ Իսրայելի պաշտպանության բանակը օդից թռուցիկներ է նետել Գազայում։ Տեղի բնակիչների փոխանցմամբ ուղերձներում Ցախալը կոչի արել չհամագործակցել Համասի հետ եւ հեռու մնալ նրանցից։ Կապվել իսրայելական կողմի հետ, եթե ցանկանում են ապահովել իրենց եւ իրենց զավակների ապագան, լինելով ուժեղների կողմում։ Իսրայելի հյուսիսում իրավիճակը թեժ է։ Հեզբոլայի հերթական հերթիրային հարձակման հետևանքով վնասվել է Նահարիա քաղաքի բնակելի շենքերից մեկը։ Իրանի զինված ուժերի Խաթամ Ալ-Անբիա կենտրոնական շտաբի խոսնակը հայտարարել է, որ եթե ԱՄՆ շրջափակի Իրանի նավահանգիստները, Պարսից ծոցի ոչ մի նավահանգիստ այլևս անվտանգ չի լինի։ Նրա խոսքով Իրանը պատրաստ է տարածաշրջանի բոլոր նավահանգիստները դիտարկել որպես հնարավոր թիրախներ, եթե իր տնտեսական ուղիները փակվեն։ Միջազգային միջնորդները նոր ջանքեր են գործադրում ԱՄՆ-ի եւ Իրանի միջև երկխոսությունը վերականգնելու ուղղությամբ, հայտնել է Axios պարբերականը։ Պակիստանը, Եգիպտոսը եւ Թուրքիան փորձում են համոզել կողմերին անցկացնել բանակցությունների նոր փուլ մինչև գործող հրադադարի ժամկետի ավարտը՝ ապրիլի 21-ը։ Աղբյուրների համաձայն միջնորդ երկրները մոտորերս կկապվեն Վաշինգտոնի եւ Թեհրանի հետ, նպատակ ունենալով մեղմել տարածայնությունները եւ կանխել իրավիճակի հետագա սրումը։ Չնայած վերջին շրջանի դժվարություններին նշվում է, որ բանակցային գործընթացը դեռևս փակուղում չէ եւ երկխոսության հնարավորությունը շարունակում է պահպանվել։ Венгрия сделали свой выбор. Ռուսաստանը ցանկանում է շարունակել Հունգարիայի հետ բարիդրացիական հարաբերությունների կառուցումը, հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Նա նշել է, որ Մոսկվան լսել է երկխոսության պատրաստակամության մասին հայտարարությունները, ինչը օգտակար կլինի երկու կողմերի համար էլ։ Պեսկովի խոսքով Կրեմլը ակնկալում է շարունակել բավականին պրագմատիկ շփումները Հունգարիայի նոր ղեկավարության հետ։ Հունգարիայում կայացած ընտրություններում ձայների 98.9%-ի մշակումից հետո հաղթանակ է տարել Տիսա կուսակցությունը, ստանալով 199 մանդատից 138-ը։ Գործող վարչապետ Վիկտոր Օրբանը արդեն ընդունել է իր կուսակցության պարտությունը, նշելով, որ կշարունակի ծառայել երկրին ընդդիմության շարքերում։ Վիկտոր Օրբանի պաշտոնավարման տարիներին Հունգարիան համարվում էր Ռուսաստանի ամենամոտ գործընկերը Եվրամիության կազմում։ Օրբանը հետևողականորեն զարգացնում էր տնտեսական կապերը Մոսկվայի հետ, առաջնահերթություն տալով էներգետիկ անվտանգությանը։ Նրա օրոք Հունգարիան ոչ միայն պահպանել է ռուսական գազի եւ նավթի մատակարարման երկարաժամկետ պայմանագրերը, այլև Ռուսաստանի հետ համատեղ սկսել է Պակշ 2 ատոմակայանի հզորացման ռազմավարական նախագիծը։ Բացի այդ, Օրբանը հաճախ էր հանդես գալիս հակառուսական պատժամիջոցների քննադատությամբ, պնդելով, որ դրանք վնասում են Եվրոպայի տնտեսությանը եւ պահպանում էր չեզոք դիրքորոշում ուկրաինական հակամարտության հարցում, հրաժարվելով Կիևին ռազմական օգնություն տրամադրել։ Նիկոլ Փաշինյանի 2026 թվականի մարտի 27-ի որոշմամբ Արման Սարոյանը, ով նախկինում Գևորգ եպիսկոպոս էր, նշանակվել է ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի անդամ, որպես հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ներկայացուցիչ, ահազանգել է Մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Մայրաթորը շեշտել է, որ այս որոշումը համաձայնեցված չէ հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետ, այն անընդունելի է ու անօրինական, ինչպես նաև խախտում է Հայաստանի օրենսդրությունը։ Մեջբերում կարգալույց հռչակված Գևորգ եպիսկոպոսը լիազորված չէ եւ չի կարող ներկայացնել հայոց եկեղեցին ոչ կանոնական, ոչ իրավական եւ ոչ էլ բարոյական տեսանկյունից։ Սա հերթական ոտնձգություն է հայոց եկեղեցու նկատմամբ։ Մեջբերման ավարտը։ Մայրաթորը նաև պահանջել է հեռացնել որոշումը փաստաթղթից։
Գլխավոր դատախազությունը պատրաստվում է վերաքննիչ դատարան բողոք ներկայացնել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման որոշման դեմ։ Ավելի վաղ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Անի Դանելյանը բավարարել էր կաթողիկոսի պաշտպանների բողոքը, որով վերացվել էր կաթողիկոսի երկրից բացակայելու արգելքը։ Այնուամենայնիվ դատախազությունը մտադիր է իրավական ճանապարհով վիճարկել այս որոշումը, ձգտելով վերականգնել կիրառված սահմանափակումը։ Այսօր համախմբված եկեղեցիներում Սիրելի հայրենակիցներ, Ազգային բարերար ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի կարողությունը ըստ հեղինակավոր Forbes պարբերականի 1 տարվա ընթացքում աճել է $900 միլիոն, հասնելով 4.1 միլիարդ ԱՄՆ դոլարի, հայտնել է կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, առանձնահատուկ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ նմանատիպ տպավորիչ աճ գրանցվել է մի ժամանակահատվածում, երբ Սամվել Կարապետյանը արդեն ավելի քան 9 ամիս գտնվում է կալանքի տակ։ Շատ գիտեք, մարդ, ով կալանքի տակ հաջողել է համարյա $1 միլիարդ կարողություն ավելացնել, նշել է նա, շեշտադրելով Սամվել Կարապետյանի կառավարչական բացառիկ հմտությունները նույնիսկ սահմանափակումների պայմաններում։ Չկա աշխարհի երեսին որևէ պետություն, որը կարողանա կազմակերպել Հայաստան 300,000 ադրբեջանցիների տեղափոխումը։ Այսօր ապրիլի 13-ին մամուլի ասուլիսում ասել է Հայկական խորհուրդ կազմակերպության ղեկավար Խաղաղության կամուրջ նախաձեռնության հայկական կողմի համակարգող Արեգ Քոչինյանը։ Նա այս ամենը որակել է անիմաստ քարոզչություն ու շեշտել, որ Ադրբեջանն անգամ 100,000 ադրբեջանցի չի կարողանում տեղավորել Արցախում։ Ինչպես եւ մեր մոտ կան մարդիկ, ովքեր որ շատ կոշտ դիրքորոշում ունեն, որոնք ասում են ոչ մի խաղաղություն էլ հնարավոր չի Ադրբեջանի հետ, դա ինքնախապեյություն, նույնիսկ այնտեղ կան մարդիկ, ովքեր ասում են Հայաստանի հետ խաղաղություն հնարավոր չի։ Ինչպես մեր մոտ կա խոսույթ, հա, թուրքը մնում է թուրք, իրանք էլ ունեն դրա ճիշտ հակառակը, հայը մնում է հայ։ Եվ նմանատիպ այդ բոլոր գրադարություններով այդ հասարակական շերտերը կան։ Հիմա քննարկում ենք արդյոք մենք ուրեմն մի թեզ, որը որ անիրատեսական է, անհնարին է եւ բացահայտ քարոզչական է, ոչ չեն քննարկում, որտեղ դրա իմաստը չկա։ Քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանն էլ նկատել է, անցել է մոտ 6 տարի, բայց Ադրբեջանը իր բնակչության անգամ 10%-ին չի կարողանում տեղափոխել Արցախ։ Դուք ուղղակի չեք պատկերացնում Ամասիայի Վարդենիսի շրջանի ադրբեջանցիները Ադրբեջան որտեղ են գնացել բնակվել, եւ եթե դուք լինեիք, դուք հետո կգայիք Ամասիա բնակվելու կամ Վարդենիս բնակվելու, ինչպես նշվեց նաեւ նույնիսկ Ղարաբաղում հիմա լրջագույն խնդիր է վերականգնել 10% ադրբեջանական բնակչության, նայեք անցել արդեն գրեթե 6 տարի մեծ այն շրջանների, որ հայկական կողմից անցան Ադրբեջանն եւ Ադրբեջանը վերականգնեց իր վերահսկողությունը։ Մինչեւ հիմա չկա 10% բնակչության, որ եղել է մինչեւ կոնֆլիկտի սկիզբը։